Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն այսօր որոշեց կարճել Կենտրոն եւ Երկիր մեդիա հեռուստաընկերություններին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին վարույթները։ ՀՌԱՀ-ի վերահսկողության վարչությունը ուսումնասիրելով խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների կողմից քարոզարշավի լուսաբանումը Կենտրոն եւ Երկիր մեդիա հեռուստաընկերությունների մասով արձանագրել է, որ երկու հեռուստաընկերությունները խախտել են ընտրական օրենսգրքի պահանջներ։ Հանձնաժողովի անդամ Կորյուն Առաքելյանը գտավ, որ Կենտրոն հեռուստաընկերության փաստարկներում կան խախտումը մեղմացնող որոշ հանգամանքներ, հետեւաբար առաջարկեց կարճել վարույթը։ ՀՌԱՀ-ի անդամները բացի հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանից Կենտրոնի նկատմամբ վարչական վարույթը կարճելուն կողմ քվեարկեցին։ Ամալյանը ձեռնպահ էր։ Հանձնաժողովի անդամները լսեցին նաև Երկիր մեդիա հեռուստաընկերության ներկայացուցչի փաստարկները։ Իրականում առաջին փորձն էր Հայաստանում նման մոնիտորինգ իրականացնելու մեթոդոլոգիայի հետ կապված եւ հյուրընկալումներ եւ տարբերություններ են եղել քարոզարշավի հավասարաչափ պատշաճ հավասար պայմաններ ապահովելու շուրջ եւ այդ պատճառով էլ հեռուստաընկերությունը այլ մոտեցումներ է փորձել հավասարակշռել քարոզարշավը եւ բոլոր կուսակցությունների մասնակցությունը, որը բարեփոխման խնդիր է։ Ըստ հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի, Երկիր մեդիա եւ Կենտրոն հեռուստաընկերությունների մեկնաբանությունների տրամաբանությունը նույնն է, եւ քանի որ Կենտրոնի նկատմամբ վարչական վարույթը կարճվել էր, առաջարկեց կարճել նաեւ Երկիր մեդիայի նկատմամբ հարուցված վարչական վարույթը։ Հանձնաժողովի 8 անդամները կողմ քվեարկեցին առաջարկին։ Ըստ էության հեռուստաընկերության համար ոչ թե դրամական տույժի չափն է էական, մեր դրամական տույժերը առավելագույնը օրենսդրությամբ նախատեսված ընդամենը 1 միլիոն դրամ են, որոնք չեմ կարծում, որ ճակատագրական են, այլ մեր օրենսդրությունը շատ ավելի պահանջկոտ է տույժերի քանակի նկատմամբ, քանի տույժ է ենթարկել, որովհետև դա կարող է նաև հանգեցնել լիցենզիայի դադարեցման։